Հենց այս պատուհանից են ցատկել 9A դասարանի աշակերտները։ Օրեր առաջ Երևանի Կոստանդզարյանի անվան համար 117 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ փորձել են փախչել վերջին դասից։ Պահակը կանխել է փախուստը, թույլ չի տվել դուրս գալ գլխավոր մուտքից։ Երեխաներն էլ բարձրացել են երկրորդ հարկ միջանցքի պատուհանից դուրս ցատկել։ Հերթով ցատկել են 6 աշակերտ։ Ո՞րն է ցատկել են միտում։ Իրենց բացատրելով ասում հավես չունեինք դասանենք, հենց այդպես։ Միս լուսի հավես չունեինք դասանենք, ուզում ենք գնանք տուն։ Դասը սկսվել է, ուսուցչուհին մտել է դասարան դասանելու, այդ մի քանի երեխան արդեն ներքևից բարձրացել են վերև, որ պիտի մտնեն դասարան երկրորդ հարկում։ Իրենք միանգամից գնացել են դեպի պատուհանը, ցածկել են պատուհանից, իրենց ոտքով նրանք մի վայրկյան էլ չեն կանգնել, արագ հասել են տուն։ Ուսուցիչները պնդում են ցատկող երեխաները ոչ թե 20-ը, այլ 6-ն են եղել, իսկ դասարանի մեծ մասը դասի նստած է եղել։ Միայն թե դպրոցում արկա տեսախցիկները չեն ֆիքսել կատարվածը, դրանք սարքին չեն։ Այս պահին այդ տեսախցիկները ցավոք սրտի չեն աշխատում, որpիսի մենք մեր տեղեկատվությունը հստակեցնենք։ Նկարվում են, բայց իրենք հիմա մի քանի օր առաջ է եղել այդ դեպքը, չեն կարող հետ տալ նայել այդ ամբողջ խնդիրը։ Արդեն երեկոյան տանը 14-ամյա Անահիտը ցավեր է ունեցել մեջքի շրջանում։ Ծնողները տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ մեկ ողի կոտրվածք ունի։ Կատարելու են վիրահատություն։ Անահիտը ամենահամեստ աշակերտուհին էր մեր դասարանի ու բոլորս ապշած ենք, ինքը ոնց կարող էր պատուհանը բացել ու ցատկել։ Տեղափոխել են հիվանդանոց։ Հիմա երեխայի վիճակը բավարար է եւ նույնիսկ ցանկանում է ինքը դպրոց գալ։ Հաջորդ օրը գնացի այցի Անահիտին, ամբողջ ընթացքում խոսել եմ, ուրախ, ինքը ճիշտ է ցավեր ուներ, բայց անընդհատ ցավազրկել են։ Սկզբում ասացին, որ պետք է վիրահատեն այսօր, հետո ինչ-որ բաներ փոխվեցին, տեղափոխել են մյուս չորեքշաբթի օրը։ Լրատվամիջոցների տեղեկություններով աշակերտները փախուստի են դիմել ուսուցչի պատճառով։ Ծնողներից մի քանիսը պատմել են, որ ռուսերենի ուսուցիչը զայրացել է երեխաների վրա, հրաժարվել դաս պարապել ու դուրս է եկել դասարանից։ Ոչ, այդպիսի բան չկա, այդպիսի բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ծնողները որևէ մեղադրանք չեն հնչեցրել, ծնողները նույնիսկ ներողություն են խնդրել, որտեղ իրենք գիտեն մեր դպրոցի կարգ ու կանոնը։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հրաժարվեցին երեխայի առողջական վիճակի վերաբերյալ որևէ պարզաբանում տալ։ Պատճառաբանեցին, թե ծնողները դեմ են տեղեկությունը հանրայնացնելուն։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։